Վերջին շաբաթում Հայաստանի վարչապետի Facebook-ն իր ակտիվությամբ հավանաբար մրցակցությունից դուրս է թողել նույնիսկ ամենաառաջատար բլոգերներին։ Փաշինյանը գրառումների քանակով ֆուրոր է արել համացանցում։ 36 փոստ վերջին 6 օրում, որից 16-ը նվիրված է եկեղեցուն, հոգևոր հայրերին, 3-ը մեջբերում է Սաղմոսներից, 1-ն էլ մեջբերում նոր կտակարանի Մատթեոսի ավետարանից։ Վարչապետի գերակտիվությունը Facebook-ում սկսվեց կառավարության այն նիստից հետո, որի ընթացքում նա հայ առաքելական Սուրբ եկեղեցին որակեց որպես չուլան։ Մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Եթե Փաշինյանի գրառումները սովորաբար կոմենտում են 600-700 մարդ, ապա այս փոստը կոմենտողների թիվը 1000-ից անցնում է։ Մարդիկ չեն կարողացել զսպել իրենց զայրույթը։ Դուք ստում եք, որ եկեղեցում եք նման բան տեսել։ Ամոթա հասել եք արդեն եկեղեցուն, ուրիշ գործ չունեք։ Այ քեզ անամոթություն, ու դու վարչապետ, չէ լուրջ, խիղճ Հայաստան։ Դու ինչ գործ ունես եկեղեցու անուն տաս, քո գլխավորությամբ հավաքում ես տգետներին դասախոսություն անում։ Վարչապետ ջան, մաքրեք տաճարից Հուդաս սատանա նարկաման թալանչիներին։ Վերջին կոմենտը գրել է Գրիգ Արամ անունով այս տիկնիկը, որի Facebook-յան էջը նայելով չես հասկանում հիմա Գրիգն է գրել, թե Արամը։ Վարչապետի փոստերի լայքերի ու սրտիկների սակավաթիվ շարքը ինչպես միշտ առաջնորդում է Արծրուն Հովանիսյանը, տարբեր շրջաններում ԿՊ-ի գրասենյակների Facebook-յան էջերը եւ ինչ-որ անհասկանալի անուններով, գեղեցկադեմ աղջիկների լուսանկարներով հենց նոր բացված այսպիսի դատարկ էջեր։ Եթե ձեզ թվում է սա մարդկանց ամենաշատը հունից հանած գրառումն էր, ապա չեք կարդացել այս մեկի կոմենտները։ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում ամենասկանդալային ստատուսի։ Այս գրառումը կոմենտած 7100 մարդկանց 90%-ը ամոթանք է տվել վարչապետին։ Չէ, սա իրոք աշխարհի վերջն է։ Տնով, տեղով անդաստիարակ են։ Ախր դու ով դարձար, որ երկիր ղեկավարես։ Երևի միակ ղեկավարն եք ամբողջ աշխարհում, որ այսքան ցինիկ եք։ Ես ձեր մոդայիկ կիրթ ինչն եմ ասել։ Ու կան աննորմալներ, որոնք նման գրառումը արդարացնում են, ձեր մարդ ասողի։ Էս երկրի վարչապետա թե King Ruzin։ Չենք շարունակի ընթերցել մեկնաբանությունները հեռուստատեսային էթիկան պահպանելու համար։ Այս գրառումը հավանաբար նույնիսկ իշխանական ֆեյքերին է շոկի մեջ գցել, թե չէ գոնե կգրեին խզոր վարչապետ կամ ջան վարչապետս մշտական կոմենտները։ Երկար փնտրելուց հետո այս կոմենտը գտանք։ Սրբապիղծներից ամեն ինչ սպասելի է։ Ուրեմն մի բան գիտի մեր վարչապետը, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Իշխանությանը պաշտպանող ու աջակցող մեկնաբանությունները հիմնականում առանց հիմնավորումների ու նույնաբովանդակ ստանդարտ տեքստեր են լինում, որ թվում է մեկ մարդու ձեռագիր է։ Ու նրանց բոլորի Facebook-յան էջերը հիմնականում Փաշինյանի լուսանկարով են կամ էլ կիսադատարկ։ Իրական օգտատերերը Փաշինյանին հայհոյում են նույնիսկ Աստվածաշնչից արած նրա մեջբերումների տակ։ Շատ քաղաքացիներ էլ զահլա չունեն, կոմենտ չեն գրում, բայց որ գրեին, այսպիսի մի բան կստացվեր։ Ավարտիր, բավական է, դուրս արի, բավական է։ Լիլիթ Գասպարյան, Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։